Ես ինքս եկել եմ ծառայության Բելարուսիայից, եկել եմ իմ պարտքը հայրենիքին տամ և վերադառնամ իմ ծնողների մոտ, նրանք այնտեղ են գտնվում հիմա։ Ծառայությունը անցնում է հեշտ, ճիշտ է, սկզբից մի քիչ դժվարություններ կար, մինչև հարմարվելը ստեղի կյանքին, իմ համար ավելի դժվար էր երևի շարային պատրաստությունը, բայց ֆիզիկական պատրաստության և առավոտվա վարկածի հետ ընդհանրապես հարցեր չի եղել։ Մեր հայ ազգին ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք և որպեսզի գալիք տարին լինի թեթև, առանց դժվարությունների, միշտ ընտանիքի հետ դիմավորեն, իսկ ծնողներիս ցանկանում եմ նույնպես առողջություն, թող հանգիստ լինեն, որովհետև վերադառնալու ենք տուն, հենց մի քիչ դժվար է, ճիշտ է, տարածությունը մեծ է, բայց ամեն ինչ հեշտ չի լինում, միշտ պետք է դժվարությունների մեջով անցնես։ Հայրենիք ասելով ես իմ համար շատ մեծ բան է, դա հայրենիքը գալիս է вообще ընտանիքից, իմ կարծիքով, որ մեր երկիրը вообще խաղաղ լինի, բոլորի համար ամեն ինչ ես կարծում եմ լավ կլինի, իսկ մամային, պապային թող առողջ լինեն, մեր կողքին լինեն, երկար տարիների կյանք։ Արդեն կրսեր սերժանտ, մինչև 3 շարքային է, իսկ այսօր արդեն ստացի այդ որակավորումն ու կոչումը, ինչի համար 6 ամիս այստեղ պայքարում էինք։ Ամբողջ հայրենիքիս կցանկանամ խաղաղություն, որի համար մենք այստեղ ենք, իսկ իմ ընտանիքին կցանկանամ, որ միշտ ուրախ լինեն, իմ կողքին լինեն։ Ընկերուս կարոտում եմ շատ, բայց ի հաջողություն ինձ ծառայում եմ այստեղ, որ շատ մոտիկ եմ ընկերուն, կարող եմ ցանկացած ազատ արձակման ժամանակ տեսնել, քանի որ մոտիկ հեռավորությունը այդքան էլ մեծ չի։ Աղությամբ ճաշակ ենք այս կերակուրները, որ մեզ համար պարգևված են Տիրոջ կողմից, օրհնյալ է Տերի պարգևներով ամեն։ Գլխարկները դնենք։ Վայ ախորժակ։ Շնորհակալություն։ Ազատ։ Ամանորյա մենյուն արդեն պատրաստ է, ասեմ, որ ընդհանրապես չի տարբերվում տան պատրաստած ուտեստներից, որովհետև պատրաստում ենք մեծ սիրով, հոգի ենք դնում այս ամեն ինչի մեջ, որ մեր երեխեք ուտեն, գոհ լինեն, ու չտարբերեն, որ իրանց մամաների պատրաստածը չի, այլ մեր պատրաստածն է։ Ունենալու ենք պանրի տեսականի, թխվածքի տեսականի, խոզի ազդր, թփով տոլմա, ունենալու ենք մորեղենի տեսականի, երշիկեղենի տեսականի, կանաչի, պանրի տեսականի, մի խոսքով այն ամենը, ինչ մենք մեր տանը, մեր սեղաններին դնում ենք։ Մեր զինվորների մայրերը թող շատ հանգիստ լինեն, որովհետև իրանց երեխաները գտնվում են շատ ապահով ձեռքերում, շատ համով պատրաստում ենք մենք իրենց համար, այնպես որ թող արխային լինեն, որովհետև իրանց երեխաները ոչ մի բանից հետ չեն մնում, թե ամեն օրվա ճաշացանկի մեջ, թե ամանորյա։ Մենք հայոց երդում ենք տվել, մարդանց խոստում ենք տվել, որ կյանքի պահին ու երկի պահին լինենք պատրաստ մենք գարին։